Ողջույն գործարալիքի եւ լրատվական ռադիոյի հարգելի լսարանին, դուք մեզ միացել եք 106 եւ 5 հաճախականությամբ կամ դիտում եք մեզ մեր թվային հարթակներից որևէ մեկում, եթերում է Կիսալուսնի մայրամուտը հաղորդաշարը, երկրորդ խոսափողի մոտ ձեզ համար աշխատում է Դավիթ Կապրելյանը, առաջին խոսափողի մոտ է հաղորդման հեղինակ թուրքագետ Տիրան Լոկմագեզյանը։ Բարև ձեզ, պարոն Լոկմագեզյան։ Պարոն Լոկմագեզյան, այսօր ուզում եմ անդրադառնանք Ստամբուլին։ Ստամբուլը պատմականորեն ոչ միայն կայսրությունների մայրաքաղաք է եղել ուղղակի, այլ մշակույթների եւ քաղաքակրթությունների հատման վայր, ինչը այսօր էլ Ստամբուլի ընդհանրապես այդ կոնտրաստի, որ կա այդ քաղաքում, հա, այդ մի խոսքով մշակութային ինչ որ կաթսա է, որի մեջ անմասն չի նաեւ հայերի հետքը, հայերը նույնպես անմասն չեն այդ քաղաքի ձևավորման եւ այդ մշակութային այդ ֆոլկլորի ձևավորման ստամբուլյան, յուրահատուկ ֆոլկլորի ձևավորման գործընթացից եւ այսօր միջև այսօր էլ երևի հայերը այնտեղ ներկայություն ունեն եւ եթե որտեղ որ քաղաքի որ հատվածում էլ որ չունեն, երևի թե մնացել է հայկական հետքը, թե վերափոխված անունով, թե ինչ որ հիշողություններով ու չգիտեմ, երևի հուշարձանները, որ դուք ավելի լավ կիմանաք եւ որի մասին կուզեմ հիմա պատմեք, ինչ հետք է մնացել այնտեղ հայերից, եթե հայերը կան, ապա իրենք արդյոք ժառանգներ են այն հայկականության, այն հայության, որ դարեր առաջ էին, թե նոր տեղափոխվածներ են, մի խոսքով հայկական այդ միջավայրի մասին խոսենք Ստամբուլի։ Ճիշտ է, ասեցիք, որ Ստամբուլը, Կոնստանտինոպոլիսը աշխարհի ամենահին եւ միշտ մայրաքաղաք կամ մեծ քաղաք եղած քաղաք է, անգամ այսօր որ այլևս մայրաքաղաք չէ, Անկարան է մայրաքաղաքը Թուրքիայի, Ստամբուլը այնուամենայնիվ Թուրքիայի ամենամեծ քաղաքն է եւ համարյա ամբողջ տնտեսությունը էլի Ստամբուլում է կենտրոնացած ամենակարևոր քաղաքն է Թուրքիայի այսօրը Եվ այո, ինչպես ասեցիք, հիմնականում միշտ մի կոսմոպոլիտ մի քաղաք է եղել Թուրքիան, իհարկե բյուզանդական ժամանակաշրջանում քանի որ այն ժամանակները բոլոր պետությունները քաղաք պետություններ էին հիմնականում բյուզանդիան էլ քաղաք պետություններ եւ Կոնստանտինոպոլիսը փակ քաղաք էր ինչպես մնացած բոլոր քաղաքները դրանից է գալիս օրինակ այս հայերեն քաղաքացի բառը տեսեք երկրացի չի ասում քաղաքացի որովհետեւ մարդիկ քաղաքի բնակիչներ էին այդ քաղաքի քաղաքացիներ եւ շրջապատի էլի որտեղ անգամ շրջապատի չէ դրա համար դռներ կային եւ դռները երևան փակվում էին այսինքն ով այդ քաղաքի քաղաքացին չէր պիտի դուրս գար եւ բաները դրսից եկող ասենք արևտրականները կամ գյուղացիներ որ իրենց ապրանքն էին վաճառում շուկաներ կար քաղաքից դուրս քաղաքի դռների կողքը բայց բարիսպից դուրս այնտեղ իրենց ապրանքը վաճառում են քաղաք չէին մտնում եւ դրան մասին իհարկե երկար կարելի է խոսել դա լրիվ ուրիշ հարց է այնուամենայնիվ այսինքն Ստամբուլը Կոնստանտինոպոլիսը ամենամեծ քաղաքներից մեկն է եղել եւ այն ժամանակ Գար քաղաքի բնակչություն, ինչպես որ ասեցինք, որը միայն դեղի բնակիչներն էր պատկանում, այսինքն հույները չէին թողնում, որ ուրիշը բնակվի, բացի այն, որ ասենք ինչ որ բարձրաստիճան հայ գեներալներ կային կամ զինվորականներ, ուրիշ զինվորականներ եւ այն դրանք իրավունք ունեն բնակվելու։ Մնացած խոսում եք այն պերիոդի մասին, որ մինչեւ Կոնստանտինոպոլիս վերանվանվել է։ Այո, մինչեւ 1453 թվականը Սուլտան Մեհմեդի գոմի գրավումը։ Ինձ թվաց մինչեւ հռոմեական բանը մայրաքաղաքը։ Չէ, անգամ հետո բյուզանդական ժամանակաշրջանի մասին եմ խոսում ես։ Երբ հույներն էին տերը այդ քաղաքի եւ օդարները քաղաքից դուրս քաղաք երկրորդ քաղաք էին կառուցել օրինակ Գալաթա թաղամասը կա այսօր էլ կա այդ թաղամասը որը էլի բարսպաբadված էր գալաթեացիների կողմից բանը կառուցված էր դրա համար մինչև այսօր է քաղաք այդ թաղամասի անունը Գալաթա է եւ այնտեղ բնակվում էին նաեւ հայերը այսինքն հայերը իրավունք չունեին երբ որ հայերը Բյուզանդիայում ապրում էին արդեն բուն քաղաքի մեջ չէին ապրում իրավունքների ժամանակ այո այդ մինչև 1453 իրավունք չունեին քաղաքի ներսում ապրել դրա համար ապրում էին այդ Գալաթայում որտեղ թե գալաթեացիները ջենովացիները վենեդիկցիները եւ հայերը եւ այլն ապրում էին կամ հրեաները նաեւ իհարկե այն ժամանակ դեռ հրեաները շատ մեծ քանակություն չէին եւ այդպես այնտեղ երկրորդ մի քաղաք էր ստեղծված, բայց բուն քաղաքի մեջ իրավունք չունեին։
Սակայն 1453-ին, երբ որ Ֆաթիհ Սուլտան Մեհմեդը գրավեց Կոստանդնուպոլիսը, ինչ արեց, տեսավ, որ այդ բادرազմով վերծրած քաղաքը խաղաղության ժամանակ կարող է գործնել, որովհետև մի օր կարող էին հույները հարձակվեն այդ ներսում Բահագազորի վրա, Բահագազորը վերացնեն, դռները փակեն ու վերջացավ դու էլի մնացիր դրսում։ Ոչինչ չես կարող անել, նորից պիտի գրավես այդ քաղաքը։ Դրա համար ինչ արեց, այն ժամանակ ինքը, քանի որ Բուրսայից էր եկել, Սուլտան Մեհմեդը Բուրսայում էր բնակվում, իրենց մայրաքաղաքը Բուրսան էր այն ժամանակ, եւ այնտեղ հայերի հետ մեծ հայկական համայնք կար, հայերի մեջ շատ լավ հարաբերություններ ուներ եւ հայ եպիսկոպոս առաջնորդը, այն Բուրսայի առաջնորդը Հովագիմի հետ շատ լավ հարաբերությունների մեջ էր ինքը։ Հովագիմին բերեց Ստամբուլ եւ գարկեց հայկական համայնքի ղեկավար բադրիարք, ինչպես հույն բադրիարքը կար եւ հույնական բադրիարքին համահավասար իրավունքներով եւ հայկական համայնք ստեղծեց։ Հայերին բերեց հիմնական ոչ միայն Բուրսայում, այլ նաեւ ուրիշ տարածքներից հայ գործարարներ եւ արհեստավորներ բերեց, տեղավորեց եւ տեղավորեց որտեղ էր ամենակարևոր գետեր, որտեղ էին ամենակարևոր գետերը այդ հին բաներում, հին քաղաքներում, իհարկե դռների մոտ այդ ազատեց, տարածք ազատեց հույներին, այնտեղից վտարեց եւ հայերին բոլոր դռների մոտ տեղավորեց, որ իրեն հավատարիմ մարդիկ այնտեղ բնակվեն, այդ վտանգավոր քաղաքի։ Այո, քանի որ Կոստանդնուպոլիսը մեծ քաղաք է, շատ մեծ քաղաք է։ Եվ ես խոսում եմ դեռ 5 քաղաքի մասին, հսկայական տարածք է, ասենք քարտեզով որնայիք կիմանաք թե հսկայական, այսինքն տարածքներ կային, որ ազատ տարածքներ, որ ասենք ծորեն էին մշակում, հերկում էին, ցանում էին եւ այն, այդպեսի դա միայն քաղաք չէր շենքերից կազմված, այլ մի ամբողջ տարածություն էր։ Կիլոմետրերով էր գնում բաները, այդ բարիսպները։ Եվ դռները շատ էին։ Եվ սրանով գանք նաև Կոստանդնուպոլսի, Ստամբուլի թաղամասերին, տեսեք այն ժամանակ ինչպես ասեցինք, քաղաքը այդ բարիսպի մեջ եղածներ։ Այսօրվա Ստամբուլը ընդհանրապես կապ չունի դրա հետ, այդ մի նախկին Կոստանդնուպոլիսը այսօրվա Ստամբուլի կարող է 1%-ն է կամ 2%-ն է, այդպիսի մի բան է, այսինքն համեմատություն չկա, այսօրվա Ստամբուլի բնակչությունը 2 միլիոն է, ներողություն, 20 միլիոն է, որը դարածվում է, այնքան է դարածված, որ մի կողմից արդեն միացած է Թեքիրդաղ քաղաքին, մյուս կողմից էլ միացած է արդեն Իզմիտ քաղաքին, որովհետև այնտեղ արդեն ճանապարհով որ գնում եք, չեք նկատում Ստամբուլը երբ ավարտվեց, երբ Թեքիրդաղը սկսվեց, արդեն շարունակական է։ Եվ նախկինում գյուղ եղած տարածքները այսօր քաղաքի թաղամասեր են։ Այսինքն գա թաղամաս, որ այսօրվա պայմաններով, ասենք 2 ժամ է պետք մինչև գնակացնեք այնտեղ, սակայն եւ գյուղ են գոչում։ Եվ սրանով գանք նաեւ Ստամբուլի թաղամասերի անունները։ Ստամբուլի թաղամասերը հիմնականում իհարկե, հատկապես հին մասերը 3 տեսակ բաներ են, վերջույթներ ունեն, այսինքն կամ վերջանում է այդ անունը գյուղով, կամ վերջանում է դուրով, կամ վերջանում է բլուրով, այսինքն Ստամբուլը նշվում է որպես մի քաղաք, որը 7 կամ 9 բլուրների վրա կառուցված է, ինչալուց կան աշխարհում նաև ուրիշ այդպիսի քաղաքներ, եւ իհարկե այդ բլուրները այսօրվա Ստամբուլիները չեն, հին Ստամբուլի մասն է խոսքը, բայց այսօր էլ տարբեր թաղամասերում կան թաղամասեր, որոնք բլուրով, այս բլուր, M բլուր եւ այլն, այսինքն անունները այդպես է։ Եվ կան թաղամասեր, որ դուրով են ավարտվում։ Յենի կապը, քում կապը, Էդիրնե կապը եւ այն կապը նշանակում է դուր։ Այն դարբաս, այսինքն դարբասներով, այսինքն Էդիրնե կապը նշանակում է Էդիրնեի դարբասը, դեպի Էդիրնե գնացող դարբասը։ Քում կապը ավազի դարբաս է կոչվում, որովհետեւ այնտեղ ավազ են
դեղափոխել բերել տարել եւ այն այսպիսի անուններ կան եւ նաեւ գյուղերը բլուրները եւ բանը դուրները եւ գյուղերը կան օրինակ այսօր հայերի շատ եղած թաղամասերից մեկը Ֆերի գյուղն է մենք գյուղ ենք ասում Ֆերի գյուղ սակայն թուրքերեն էլ քյոյ է նշանակում Ֆերի քյոյ է անունը քյոյը երևի հայերենից է վերցրած այդ բառը այդպես քյոյով վերջացող շատ բառեր կան Յենիքյոյ Բաքրքյոյ եւ այլն այդպիսի եւ անգամ հայերը այդ բաներից անուններից մի մասը նաեւ հայացրած են օրինակ Ֆերի քյոյին ասում են Ֆերի գյուղ կամ օրինակ Յենիքյոյը Յենի նշանակում է նոր ասում են ժամանակ է հիմա իհարկե արդեն այդպես չէ ասում են նոր գյուղ դրիվ հայացնում է իսկ այդ թաղամասերը տարածքները որ ասում եք հայերով բնակեցված տարածքների մասին է խոսքը թե ընդհանրապես եք ներկայացնում քանի որ դեռ իմ մանկությանս ժամանակ կամ անգամ երիտասարդությանս ժամանակ Ստամբուլի բնակչությունը 1.5 միլիոն էր այսինքն այնքան ինչքան Երևանը այսօրվա Երևանը եւ հիմա 20 միլիոն է այսինքն համեմատություն չկա արդեն երկուսի միջև եւ այդ բնակչության մոտ 150,000-ը կամ անգամ ավելը 150,000-ը հայերն էին մի այդ այն ժամանակ իմ մանկության ժամանակ կամ հույները 300 կամ 400,000 կային իսկ հրյաները հայերից պակաս մոտ մի 70-ից 80,000 հրյա կային եւ պատկերացրեք թուրքերը ինչքան էին կամ ոչ քրիստոնյան կամ ոչ հայ հրյաները որովհետեւ պետք է նաեւ նկատի ունենալ որ դիքը եվրոպացիներ կային հատկապես օրինակ 1915 թվականին երբ որ այդ ամեն ինչ կատարվում է թուրքերը շատ զգուշ վերաբերվեցին Ստամբուլի հետ կապված որովհետև շատ մեծ քանակությամբ եվրոպացի կային գերմանացի, ֆրանսացի, իտալացի եւ այլն եւ երբ որ այսօր Թաքսիմի թաղամասը կնակ, որը նախկին Փերա անվանված էր, Փերա անունը շատերը կիմանան երևի, այդ թաղամասը ժամանակ շատ նոր թաղամասերից է եւ ժամանակին եվրոպական թաղամաս էր, այսինքն քաղաքից դուրս էր այդ տարածքը եւ անգամ այնտեղ բան կար զինվորական մի բան կար հենակետ կար օրինակ թնդանոթների փորձառություն էին անում այնտեղ այդ տարածքում այսօր որ գնաք չեք հավատա այդ ամեն ինչին եւ անգամ այնտեղ երբ որ մեծ այն գերեզմանատուն կար գերեզմանատներ կար դե գերեզմանատները հիմնականում քաղաքից դուրս ծայրամասերում էին կառուցում բայց եւ այնտեղ գերեզմանատուն կար մեծ հայկական գերեզմանատուն կար պատկերացրեք որ ուրեմն ծայրամաս էր քաղաքից դուրս էր եւ եվրոպացիները սկսան այնտեղ տեղավորվել եւ այսօրվա Իստիկլալ ջատտեսի կոչված այդ ուղիղ մի հատ ճանապարհ կա որը այսօր տուրիստական տարածք է դարձած եթե երեկոյան դուրս գաք այնտեղ մի հատ զբոսնելու նորմալ չեք կարա քայլ անպայման մարդկանց քսվելով պիտի քայլեք որովհետեւ միլիոն մարդ կա այնտեղ եւ հիմնականում օտարներ իհարկե ամբողջ աշխարհից եկած մարդիկ Ճապոնիայից մինչև Ամերիկա, Գերմանիա, Ֆրանսա, արաբական երկրներ եւ այլն թուրքեր շատ քիչ կարելի է այնտեղ տեսնել թուրքերեն էլ խոսվելը շատ քիչ գլսեք այնտեղ եւ այնտեղ առաջի բաները եվրոպական թաղամասը կարելի ասել կառուցվեց եւ այնտեղ կան մինչեւ այսօր էլ կան իտալական եկեղեցի, հոլանդական եկեղեցի, ֆրանսական եկեղեցի եւ այն դեսպանատները այնտեղ էին, գերմանական, ֆրանսական, իտալական, հոլանդական եւ այլն այդ ամբողջ դեսպանատները այդ թաղամասում այդ ճանապարհի այդ փողոցի աչու ցախ կողմը մի քիչ այս կողմ մի քիչ այն կողմ բաներ կառուցված է եւ անգամ գերմանական դեսպանատունը մի քիչ ավելի հերույ էր եւ հին նկարները որ տեսնեք գերմանական դեսպանատան հին նկարն է կտեսնեք որ ամբողջ շուրջ բոլորը ազատ տարածք է չկա ոչ մի շենք շինություն ճանապարհ բան մի հատ ճանապարհ կա որ գնում է մինչեւ գերմանական այդ դեսպանատունը գուցե նաեւ ներքև է իջնում այնտեղից
իսկ այսօր շուրջ բոլորը շենքեր են իհարկե եւ բարձրակ շենքեր ժամանակին այդ շենքը մենակ կանգնել է այնտեղ մեջտեղը այդ ամբողջ տարածքի մեջտեղը եւ հետագայում կամաց եվրոպացիները այդ թղամասը լեցվեցին եւ նաեւ քրիստոնյաները լեցվեցին հայերը հույները եւ որովհետեւ արդեն դրանից մի քիչ ավելի ներքևը հունական թղամասեր դրանք ավելի հին են իհարկե իսկ եվրոպացիները կամաց այդ ճանապարհը սարքեցին ու ճանապարհի աչուձախ կողմերում լեցվեցին Եվ դրա համար կարելի ասել, որ եվրոպացիներն են մեծ թիվ ունեն, լևանտենները կային օրինակ այս ամեն ինչի մեջը եւ իտալական եկեղեցին օրինակ հսկայական տաճար է, հսկայական է, դրանից կարող եք հետևել թե ինչ մեծ քանակությամբ իտալացի կար այնտեղ։ Նու առասարակ կաթոլիկ համայնքը մեծ էր։ Իհարկե նաև հայ կաթոլիկները կային եւ այդ թաղամասում կա նաև հայկական կաթողիկ երկու հատ եկեղեցի կար մեկը քանդվեց բողոքական հայերը եկեղեցի ունեն եւ այն այդ ամբողջ այդ դարածքում էր դրանից մի քիչ ներքևը հрьяաներն էին իմիջայլոց որը դեպի Գալաթա էր իջնում, որը քիչ առաջ ասեցի, հрьяաները հետագայում հատկապես 19-րդ դարում այդ տարածաշրջանում էին կենտրոնացած, այսինքն ոչ մահմեդական տարածք էր դա, ոչ թուրքական տարածք էր, հետագայում այսօր իհարկե արդեն ամեն ինչ փոխվեց։ Հիմա եթե նորից ասեմ, եթե 1.5 միլիոնի մեջ այս թվերը եթե տեղավորենք, կտեսնենք, որ արդեն մահմեդական բնակչություն համարյա թե գոյություն չուներ այդ քաղաքում եւ թուրք շատ քիչ է։ Սակայն պետք է նկատի ունենալ, որ քաղաքը, ինչպես ասեցի, ավելի փոքր էր, քան այսօրվանը։ Այսօր այդ գյուղ կոչված թաղամասերը այսինքն գյուղով վերջաղով թաղամասերը իրականում քաղաքի մեջ չէին մտնում, քաղաքի մաս չէին կազմում։ Օրինակ Ֆերիկյուղ ասեցի, Ֆերիկյուղը շատ հետաքրքիր է, Ֆերիկյուղը անունը որտեղից է գալիս, մի իտալացի եթե չեմ սխալվում, ընտանիք կար շատ հարուստ, Ֆերի, ազգանունը Ֆերի այս մարդկանց, այս մարդը իրականում ուրիշ տեղ է բնակվում, իր ապարանքը ունի ուրիշ տեղ, սակայն Ֆերիկյուղում Որը եթե այսօր գնաք, հիմա իմ ասպատմելիքներս անգամ այսօրվա բնակիչների համար կթվա թե ես իմ արդյուն եմ դուրս տալիս, որովհետև Ֆերիկյուղում որսի մի բան է, ապարանք է կառուցում, որսի, այսինքն նշանակում է Ֆերիկյուղի տարածքում որս էին անում մարդիկ, անդար կար, որ որս էին անում, այսօր որ գնաք չեք հավատա այդ բանին Հատա չեք հավատա։ Անկամ իմ տարիքի մարդը չի հավատա, որ Ֆերիկյուղում մեկը որս է արել ժամանակին։ Սակայն դա իրականություն է, այդ մարդը իր բանը ապարանքը հիմնել է այնտեղ, որսի ապարանքը եւ այդ բանով թաղամասը ընթան Ֆերիի գյուղը։ Իհարկե այնտեղ մոտակայքում կար նաև ուրիշ թաղամաս, որը այսօր էլ կոչվում է Քուրտուլուշ, ազատություն է կոչվում, սակայն հին հունական թաղամաս է, Թաթավլա էր կոչվում։ Հետո եղավ մի ժամանակ, որ այդ հույները շատ կենտրոնացած էին այդ թաղամասի մեջ, հազիվ մի երկու հայ ընտանիք կար, բայց ընդհանրապես թուրք, եւ թուրքերը չէին կարող մտնել այդ թաղամասը, անգամ ոստիկանություն չէր կարող մտնել այդ թաղամասը։ Վերջում գտան ճանապարհը իրենց ձևով ու դե այն ժամանակ անգամ իմ մանկության ժամանակ Ստամբուլի տների մեծ մասը փայտաշեն էին, երկու հարկանի բալկոնով, ասենց փայտաշեն տներ էին, ինչ արեցին, կրակի մատնեցին։ Այդ ամբողջ թղամասը դրանից հետո այդ բոլոր համեն պատմության համեմատ վերջերս էր էլի դա կարելի է այո 100 տարի առաջ մոտավորապես եւ այդ ժամանակ ինձ թվաց ձեր մանկության ժամանակ իմ մանկությունից առաջ բայց 20-րդ տարի սկիզբները բանը այդ ամբողջ թաղը գրագի դեն այդ դրանից հետո հույները արդեն տարածվեցին ուրիշ տեղեր եւ այլն եւ սա արդեն այս թղամասերը այսօրվա Ստամբուլի կենտրոնական տարածքներն են սակայն կան նաեւ թղամասեր որ էլի այդպես գյուղ գոչված որովհետեւ նախկինում գյուղ էին այնտեղ էլ բնակչություն կար եւ այնտեղ էլ մեծ քանակությամբ հայ բնակչություն կար եւ այսօր մենք դեռ ունենք այսօրվա Ստամբուլում 30-ից ավել հայկական եկեղեցիներ ես խոսում եմ հայ առաքելական
եկեղեցիների գործում են միջև գործում են, այո, կաթոլիկ կամ բողոքական եկեղեցիների, հայկական եկեղեցիների մասին դեռ չեմ խոսում, դրանք էլ առանձին են, բայց 30-ից ավել եկեղեցիներ ունենք եւ ունենք նաեւ այդ ծայրամասերում այսօրվա Ստամբուլ կոչված քաղաքի ծայրամասերն են նրանք, ինչպես ասեցի, այսօր են 2 ժամ, 3 ժամ պետք է գնաք ավտոբուսով, նավով, չգիտես, որ հասնեք այնտեղ, այնտեղ եկեղեցիներ կան։ Իսկ այդ եկեղեցիները նախկինի ժառանգություն են, թե նորաշեն եկեղեցիներ կան։ Չէ, իհարկե, նախկինի եկեղեցիներ են, որովհետև այնտեղ հայ բնակչություն է եղել։ Դե հայն էլ որտեղ որ մի քիչ հավաքվում է, վրաս մի հատ եկեղեցի է սարքում, մի հատ դպրոց է սարքում, կամ երկուսը իրար հետ էին սարքում ժամանակին իհարկե։ Եվ իհարկե պետք է նաև նկատի ունենանք, որ եղել են նաև եկեղեցիներ, որոնք քանդվել են ժամանակի ընթացքում, ասենք թուրքերի կողմից եւ այլն, օրինակ եղել են, ասենք Բյուիկ Տերեսարիերի կողմերը ինչ որ եկեղեցի, որը պետական ոչ մեկն էլ չգիտե անգամ այսօր տեղը, որտեղ եղել, ինչ տիպի եկեղեցի եղել, նկար չկա, բան չկա, կամ ասենք Քասım Փաշա կոչված թաղամասում եկեղեցի եղել, հետո դակայում քանդվել են, այդպիսի եկեղեցիներ եղել են, այսինքն մենք 30-ից շատ ավել, գուցե նաև 40 եկեղեցի են ունեցել, այսօր 30 եկեղեցի կա եւ բահվում են նրանք այսօր դեռ հայկական համայնքի կողմից։ Ինչպես ասացինք, այդ հերավոր թաղերը այսօր այլևս հայերի կողմից բնակեցված չեն, դե հայերի քանակը շատ քչացած է, ինչպես ասացինք 150,000 էր դեռ իմ մանկության ժամանակ, եւ բնակչությունը, ընդհանուր բնակչությունը 1.5 միլիոն, այսինքն 10%-ը հայերն էին կազմում։ Իսկ այդ հայերը բոլորը վաղուց այնտեղի ժառանգներն են, այնտեղի հայության դարավոր, թե նոր գնացածներ կան։ Չէ, հիմա կասեմ, թե այն ժամանակի, թե այսօրվա համար հիմա կասեմ, եւ այսօր հայերի քանակը 30-40,000-ը չի գերազանցի, ու պատկերացեք տարբերությունը 150,000, 40,000 մաքսիմում, այսինքն թիվը արդեն շատ քչացած է եւ այդ հերու տարածքներից ավելի շատ եկած կենտրոնացած են այս կենտրոնական տարածքներում, օրինակ այդ Քուրթուլուշվերի գյուղի գողմերը, որը Շիշտի թաղին է պատկանում, մյուս կողմը բանի Բոսֆորի մյուս ափին Քադուկեի Üsküdarն մարջանից Քադուկը։ Ես հենց այդ բանը ապահով էի ուզում հարցնել, ոնց որ իմ ուղեղում անդադիմ հիշողության մեջ այդ Սկյուտար թաղամասի անունն է գրականության ժամանակ Դուրյանի մեծ թվով հայեր կային ժամանակին, որը եւ այդ թաղամասն է լրիվ ես մանկությունից հիշում եմ։ Հա, դա եվրոպական մասում է։ Ոչ, դա ասիական մասում է։ Հա, դա ասիական մասում է։ Եվ լրիվ փայտաշեն տներին երկարկանի, մի հատ էլ չեք տեսնի, կամ հատուկ են կարող է մի հատ երկու հատ լինի, եւ այնտեղ էլ գերեզմանատուն կա, երկու հատ գերեզմանատուն կա, հայկական կողքի իհարկե, եւ իմիջիալից այս վերջերս մի քանի օր առաջ ուղղակի մի քանի օր առաջ հարցակում եղավ այդ գերեզմանատներից մեկի վրա, ինչ որ մեկը մտել էր, մի քանի հատ գերեզմանակար եւ այն ջարդել էր, ոստիկանը բռնեց, բայց ինչ գտնի ոչ մի բան չի իհարկե, հետևանք չի ունենա, եկեղեցիներ կան, մի քանի եկեղեցի, Üsküdar թաղամասում երկու հատ մեծ եկեղեցի կա, բանը այսինքն կրոնական դպրոց կար այնտեղ ժամանակին, Սուրբ Խաչ դպրևանքը, սակայն հիմա միայն որպես հասարակ դպրոց է գործում, բայց հայկական դպրոց, բայց բնակչություն չկա, համարյա չկա, հատուկ են կարող մի քանի հոգի։ Իսկ Քադուկյուղ, դա էլ կարող է լսած լինեք, Քադուկյուղ թաղամասում էլի կան քիչ թե շատ բնակչություն, բայց նախկինը չի իհարկե։ Եվ այդպես, եւ մեկ էլ բանը Բաքրկյուղ, Եշիլկյուղ թաղերում, հատկապես Բաքրկյուղում մի քիչ կենտրոնացան այսօր հայերը, այդ դասեք էլի գյուղ եմ ասում եւ իմիջիալից Բաքրկյուղը Եշիլկյուղը նախկինում ամառանոցային տարածքների եւ նորից փայտաշեն, բայց մեծ շքեղ դներ կային այնտեղ հարուստների եւ հայերը շատ այդտեղ դներ ունեին եւ պատկերացրեք որ դա որպես ամառանոցային տարածք այդ տները անգամ վարարանի ձգնելուց չունեին, այսինքն դուք այնտեղ չէիք կարադակացնեիք տունը, դա միայն ամառվա համար էր,
ուղակի դրա համար չկար ծխնելուց չկար այդ չենքերում հետագայում մարդիկ որ սկսան մշտական բնակվել արդեն կառուցեցին այդ ծխնելուզները վառարաններ եւ այն դրվեցին այդ չենքերում իսկ չթողնում էին իսկ քաղաքի այդ եվրոպական մասն ու ասիական մասը ինչ որ կոլորիտային տարբերություն ունեն թե չէ ունեն իհարկե ասիական մասը ընդունվում է որպես ասենք երկրորդական ավելի հետամնաց եւ այլն իհարկե դա այդքան ճիշտ չէ որովհետեւ ինչպես ասենք թե իսկիտար թե կադուկյո հատկապես այդ երկու թաղամասերը շատ բան զարգացած թաղամասեր են դրանք հենց ափի մոտ են հա նեղուցի ափի մոտ են այո ափի սկսում է այդ թաղամասը բարձրանում է դեպի վեր եւ այնտեղ էլ նաեւ իհարկե ինչպես ասեցիք անունը որտեղից գիտենք Իսկիտարի եւ Կադուկյուրի անունը որովհետեւ շատ նշանավոր մարդեր իհայտ եկած են այդ ամենը եւ ցույց է տալիս որ այսինքն նաեւ այնտեղ հարուստներ են ապրած բարձրաստիճաններ մարդիկ այն ապրած հայեր հատկապես դրա համար այդքան չէ սակայն մնացածը արդեն իհարկե կարելի ասել իսկ եվրոպական թաղամասը դե եվրոպական է միշտ եւ եվրոպացիներ են ապրել այնտեղ թե հայ հարուստներ են ապրել բادرիարքարան է այնտեղ հունական բادرիարքարան է այնտեղ եւ այն հին քաղաքը այդ եվրոպական մասում է եւ այդ պատճառով եվրոպական մասը ավելի ինչ ասեմ բարձր կլասի բան է դարածք է այդ եվրոպական մասը քան ասիական մասը իհարկե պետք է ասել որ ասիական մասն էլ օրինակ Կադուկյուղ թաղամաս որ ասում ենք այդ Կադուկյուղ անունը փոխակերպություն է Կալկեդոնի Կախկեդոնը, այո, Կախկեդոնը նշանավոր է, չէ, այնտեղ կատարվեց 4-րդ դիեզերական ժողովը, Կախկեդոնի ժողովը դրանով է, եւ ժամանակին, այն ժամանակ, երբ որ այդ ժողովը կատարվեց, Կախկեդոնը Կոստանդնուպոլսի հետ կապ չունեցող առանցին բնակության վայր է եղել, մի փոքր քաղաք, կամ այնտեղ գյուղեր կային եւ այլն, առանձին բնակություն է եղել Կոստանդնուպոլսի հետ կապ չի ունեցել այն ժամանակ այսօր մի թաղամաս է Ստամբուլի թաղամասերից մեկն է բանը իսկ կան հայերի հին ու նոր լինելու հանգամանքի իհարկե բյուզանդական ժամանակաշրջանից հայեր եղել են այդ Կոստանդնուպոլսում սակայն ինչպես որ ասեցի մեծ մասը բուն քաղաքի մեջ իրավունք չեն ունեցել բնակվելու եւ դրա համար էլ ամենահին եկեղեցին ոչ թե բուն քաղաքի մեջ էր հայկական եկեղեցին այլ այդ Գալաթա թաղամասին մեջ դժբախտաբար 50-ական թվականներին ջանաբար սարքելու պատրվակով քանդեցին այդ եկեղեցին հին եկեղեցին քանի 100 տարվա բյուզանդական ժամանակաշրջանից եկեղեցին քանդեցին գոնե թե 6 իրավունք տվեցին մնացած տարածքի վրա նոր եկեղեցի կառուցել եւ այսօր կա այդ եկեղեցին սակայն այդ գյոզալ այսպես ասած հին եկեղեցին գնաց եւ դա դրսում էր քաղաքից դուրս էր հետագայում քաղաքի մեջ էլ իրենք հայերը եկեղեցիներ կառուցեցին իհարկե սակայն դա հետագայում այսինքն Օսմանյան դիրապետության ժամանակաշրջանում կատարվեց դա եւ վերջինները 19-րդ դարում հիմնական մինչեւ բանի հանրապետության հռչակումից հետո ինչքան ես կարող եմ բանեմ մտածեմ եկեղեցի չի կառուցված որովհետեւ այլևս թույլտվություն չկա այս հինը եթե բահես դա էլ մեզ համար կին բան է հինը բահելու անգամ խնդիրներ ունենք մենք այսինքն այսօր լեգալ չէ հա եկեղեցի կառուցելը թե ինչ չէ դեպետությունը պիտի թույլ ադրի որ անեք չէ՞ կա եւ ինչպես ասենք բյուզանդական ժամանակաշրջանից հայեր կային բայց այդ հայերից ովևէ մի ընտանիք մինչև այսօր հասել է արդյոք շատ կասկածելի է երևի չէ սակայն հետագայում հայերը հատկապես ինչպես որ ասեցինք սուլտան Մեհմեդից հետո հրավերով կամ իր առաջարկով լիքը հայեր եկան տեղավորվեցին քաղաքի մեջ հենց քաղաքի մեջ բայց ոչ միայն քաղաքի մեջը այլ նաև քաղաքի շրջակայքում այն ժամանակվա հայերի թիվը բարձրացավ եւ քաղաքի մեջ սկսան ապրել այն ժամանակվա հայերից ցել անգամ արդյոք ինչ որ մեկը կա ինչ որ մի ընտանիք կա որ մինչև այսօր մնացել է դա էլ շատ կասկածելի է որովհետեւ արդեն 15-րդ դարն է դա սակայն դրանից հետո արդեն տեսեք ամենահին
բոլսահայերը, իսկական բոլսահայերը, երևի մի 4-5, գուցե նաև 6 մաքսիմում սերունդ բոլսում ապրող հայերը կարող են լինեն այսօր այո այսօր եւ շատ քիչ են այսինքն շատ քիչ են այդ նրանց քանակը եւ որովհետեւ մեծ մասը նաեւ արտագաղթած է արտասահմանի գնաց է այդ մարդկանցից մեկը ես եմ նաեւ որ ես իմ բաբիս բաբը եկել է Վանից դեղափոխվել է դա պիտի լինի 19-րդ տարի սկիզբները կամ էլ 18-րդ տարի վերջերը այդ ժամանակաշրջան ավելի հին հայ ես ուղղակի չեմ էլ ճանաչում չգիտեմ որ ավելի ասենց ավելի շատ սերունդ ունենա մեկը հենց Ստամբուլում բնակվող կամ այնտեղ ծնված եւ մեծ այսօրվա բոլսայերի այսինքն այսօր բոլսում ապրող ասենք հայերի որովհետեւ այդտեն բոլսայ չի կարելի այդ մարդուն կոչել մեծ մասը այսօրվա մեծ մասը իհարկե դրանք գավառներից գաղթած հայեր են հատկապես 1915 թվականից հետո ցեղասպանությունից հետո այս կամ այդ տարածքներում Թուրքիայի մնացած հրաշքով մնացած հայ ընտանիքների շարավիղներ են որոնք արդեն 60-ական 70-ական թվականներից սկսած մեծ քանակությամբ լքեցին այդ տարածքներով ու եկան Կոստանդնուպոլից, որովհետև շատ դժվար էր այնտեղ ապրելը, շատ մեծ խնդիրներ էին ունենում, այնպես չէ որ իրենք վերաբրել են ու շատ հեշտ ու հանգիստ ապրում էին, ոչ շատ մեծ խնդիրներով էին ապրում, դրա համար լքեցին անգամ մարդիկ իրենց տուն, նորից վերակառուցած 15 թվականից հետո ամեն ինչը իրենց տունը, աշխատանքը, հողերը եւ այն թողեցին, լքեցին մեծ մասը ու եկան Ստամբուլ, Կոստանդնուպոլիս եւ այսօրվա բոլսայությունը ճակերտավոր այն նրանց շարավիղներն են, որոնց մեծ մասը բոլսոծունն չի արդեն եւ եկած է ինչպես ասացինք 60-70-ական թվականներին եւ ով էլ որ բոլսոծունն է նրանց ծնողները բոլսո ծնունդ չեն մեծ մասը այսօրվա բոլսո հայ կոչված այդ զանգվածի եւ այդպես դիմագիծը փոխված է դիմագիծը փոխվելով ինչալոց քաղաքի դիմագիծն էլ փոխված է այսօր երբ որ գնում եք Ստամբուլ եք նայում դա Ստամբուլ չի դա ինչ որ մի քաղաք է աշխարհի վրա շատ կարող եք գտնել այդպիսի քաղաքներ, այսինքն դեմք չունեցող քաղաք այդպես է դարձած այս արդեն, միայն ասենք իմ նման մարդ, որ թե ինքը, թե իր նախկիները ոսում ապրած, ծնված, մեծացած եւ այն կարող են իմանալ թե ինչն է դարբերությունը, ինչքան փոխվեց Ստամբուլը այսօր եւ կարող են իմանալ որ ինչն է իրականում բոլիսը ներկայացնում որ շենքերը որ թաղամասերը եւ այն քիչ թե շատ կամ ինչը ընդհանրապես կապ չունի Ստամբուլ կամ Կոստանդնուպոլից անվանված քաղաքի հետ եւ շատեր եմ ես տեսնում օրինակ այսօր շատ ասենք արևտրականներ գնում են Ստամբուլ արևտուր են անում գալիս են եւ ինձ հետ ու հետաքրքիր է ինչ է ինձ լինում է դեպքեր որ ինձ փորձում են համոզեն թե Ստամբուլը սենց լավ քաղաք է ասում եմ լավ Ստամբուլի որ թաղամասն է դե այն ասում եմ Աքսարայ հա այն թաղամասը դե որովհետեւ բոլոր արևտրականները այնտեղ են գնում ամենաէժան իրանոցները արևտրի դեղեր եւ արդեն այնտեղի խանութները բաները արդեն վաղուց քանի տասնյակ տարի է իրենց ուղղությունը դեպի ասենք Իրանից, Հայաստանից, Վրաստանից, նախկին սովետական երկրներից Ռուսաստանից եկած հաջախորդների վրա են կենտրոնացած արևտրականների այդպիսի մանր արևտրականների արդեն գիտեմ օր են գնում ասում եմ լավ ուրիշ ուր ես գնացել դե դա բա մեկ է շուկա է գնացել ուրիշ բա այստեղ գնացել չգիտեմ անգամ անունը չի լսել բայց դրանով ասում եմ դու իմ Ստամբուլ ես տեսել եւ դու ինձ բացատրում ես թե դու Ստամբուլը ինչ տեսակ քաղաք է դա նման է որ մեկին ասենք մի թուրքին այնտեղից բերենք այստեղ օթագայանը իջն է տարենք օրինակ Չարբախ եւ Չարբախում մի 3 օր բայելուց հետո ինք այդ մարդը հետ գնա
սկսե Երևանը բացատրել, թե Երևանը այսպիսի քաղաք է, Երևանը այնպիսի քաղաք է, ես Երևանը տեսել եմ, Երևանը լավ գիտեմ։ Այսօր անգամ Ստամբուլը այնպես մեծացել, որ թաղամասեր կան, նոր թաղամասեր, որ ժամանակին գայլերն էին իջնում, իսկապես բարիբուն իմաստով գայլերն էին ման գալիս, այսօր թաղամասը, մեծ թաղամաս են եւ ոսկի արժանի մի քառակուսի մետրը ես չեմ տեսել, չեմ մտել այդ թաղամասը, ես Ստամբուլից ունեմ։ Այդ հիմա դու որտեղից ես ուզում Ստամբուլը 100%-ով իմանալ։ Եվ դժբախտաբար Ստամբուլը այո դեմքը շատ փոխված է, այն ինչ որ այսօր տեսնում ենք, դա Ստամբուլը չէ։ Պիտի հասկացող իմացող մեկը ձեզ պիտի բացատրե իսկական տեղերը տանի եւ այն որ իմանաք թե Ստամբուլը ինչ է։ Լավ, պարոն Լոկմագեզյան, մենք կարող ենք մեկ դեռ մի 2-3 րոպե շարունակել զրույցը, հետո կվերջանա ցավոք մեր եթերաժամանակը։ Ես մի հարց ունեմ, այսօր էսպայն հայերի մասին, այնտեղ ապրող արդյոք համայնքը կա եւ գործում է այնպես, ինչպես կարողնա թե խոչընդոտների է հանդիպում։ Այսինքն այդ համայնքը այդ ժառանգությանը տեր կանգնի կամ ինչ որ դրա, չգիտեմ, նորոգելու կարիք կա, այս կոմենկոմ այդ հարցերը ինչ որ ֆինանսավորում ունի այդ համայնքը կամ արդյոք այնտեղի մարդիկ կարողանում են իրենց ուժերով այդ ամեն ինչը կատարածել եւ ինչ խոչընդոտների են բախվում համառոտ, եթե կարող եք ներկայացնել։ Խոչընդոտ, ասում եք, տեսեք Թուրքիայում եւ Օսմանյան գասությունը երբեք հեշտ չի եղել որպես ոչ թուրք, ոչ իսլամ ապրելը։ Հիմա ես մի հատ գիրք ունեմ ձեռքումս, Ալբոյաջյանի գիրքը, որը ես թարգմանում եմ հիմա, եւ ես կարողam անգամ ես զարմանում եմ շատ բաների վրա եւ մազերս բիզբիզ է կանգնում թե այդ մարդիկ ոնց են ինչ պայմանների տակ են ապրել մենք էլ լավ պայմանների տակ չենք ապրել մեզ օրինակ մեր մայրերը երբ որ շատ փոքր էին դուրս էին գալիս մեր մամաները ասում էին որ փողոցում ինձ մամա չասես փողոցում ինձ աննեկ ասես որ ճուճոկեն խնդիր չունի բան չունի եւ այն այդ բանը իհարկե միշտ կա ով որ ասում է չէ հանգիստ ենք այդ այնքան հանգիստ է որ իրեն չեմ մորթում դրա համար հանգիստ է սա ուղիղ պետք է ասվի իհարկե ինչպես որ քիչ առաջ ասեցիք այդ դեմքը արդյոք Պոլսահայության փոխվել է եւ այն այո իհարկե շատ փոխված է եւ բահում են այո բահում են այսօրվա ժամանակին Պոլսահայությունը իմիջիալոց ինչպես գիտեք երկու կենտրոններ հայությունը ժամանակին հասենք մի 100 տարի առաջ արևելքում մի կենտրոնը Թիֆլիսն էր արևելքում մի կենտրոնը Պոլիսն էր այս երկու կենտրոններ եւ մշակույթի առումով եւ գիտական առումով եւ լեզվի առումով օրինակ ամենաընտիր հայերենն էր խոսում ամենաընտիր հայերենով գրվում էր եւ ժամանակին ասենք այդ արցանակրությունները ժողովների արցանակրությունները ամենաընտիր հայերենով գրված է այսօր միայն թուրքերենով արդեն որովհետեւ ինչպես որ ասցինք այդ հոսքը որ եղավ գավառներից դեպի Կոստանդնուպոլիս եւ բանը Պոլսեցին բակասեց փոքրամասնություն դարձավ նրանք հայերեն չգիտեն հայերեն դպրոց չէին տեսել հայերեն հայկական եկեղեցի չէին տեսել կյանքում հայերեն էլ չգիտեին այո իրենք ազգասեր էին իրենք են պահում այսօր դե 90% են իրենք են պահում այսօր եկեղեցիներ դպրոցները եւ այլն բայց հայերեն չիմանալով եւ իրենց եկեղեցին անպայման ուղարկեցին հայկական դպրոցներ բայց միայն հայկական դպրոցում հայերեն սովորելով հայերեն չսովորի դրա համար նրանք էլ մնացին թուրքախոս հիմնականում ով էլ որ կարծում է որ հայերեն գիտի շատ վատ գիտի կամ շատ սխալ գիտի եւ այլն սխալներ շատ կան եւ շատ քիչ բան գիտի հայոց պատմությունից ընդհանրապես տեղյակ չէ այսօրվա Պոլսահայությունը ժամանակին այդպես չէր եւ այո այդ բաները շատ փոխված է բայց այո այդ 30 եկեղեցիները 15-ից ավել դպրոցներ կան այդ առանց եւ մնացած ամեն ինչ որ հայկական կառույցի բաները գերեզմանատները եւ այլն բախվում են այսօրվա այդ 30-40 հազար հայի միջոցներով եւ օրի դժվարանում է սակայն մենք օրի կորուստներ ենք ունենում ոչ թե միայն շենքեր, փող եւ այլն, այլ նաեւ մշակութային առումով շատ բան ենք գործնում, լեզուն արդեն մեծ մասամբ կորցրել ենք եւ մշակույթը
մեծ մասամբ գործում ենք եւ օրորի գործում ենք։ Սրանով այսքանը, որովհետև արդեն մեր եթերի ժամանակն է ցավոք սպառվել։ Շնորհակալություն հայտնենք նաև մեր ռադիո լսողներին եւ ռադիոդիտողներին ուշադրության համար։ Դուք դիտում եւ լսում եք Գործարարալիքը, եթերում էր Կիսալուսնի մայրամուտը հաղորդաշարը, երկրորդ խոսափողի մոտ ձեզ համար աշխատեց Դավիթ Կապրելյանը, առաջին խոսափողի մոտ էր հաղորդման հեղինակ թուրքագետ Տիրան Լոկմագյոզյանը։ Ցտեսություն։